2018 թվականին ընդունվեց հանրային ծառայության մասին օրենքը։ Հանրային ծառայության մասին օրենքով նախատեսվեց, որ հանրային ծառայողների վարքագծի սկզբունքից բխող տիպային կանոններ պետք է սահմանվեն եւ տիպային կանոնների հիման վրա էլ արդեն հանրային ծառայողների վարքագծի սկզբունքից բխող վարքագծի կանոնները։ Ի կատարումն օրենքի այս պահանջի 2022 թվականին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ընդունում է հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները եւ ահա վարքագծի տիպային կանոնների հիման վրա արդեն յուրաքանչյուր հանրային ծառայության տեսակը ղեկավարող մարմին կարող էր ընդունել արդեն իր վարքագծի կանոնները։ 2022 թվականին քաղաքացիական ծառայության գրասենյակը մշակում եւ փոխվարչապետի որոշմամբ ընդունվում է քաղաքացիական ծառայողների վարքագծի սկզբունքներից բխող վարքագծի կանոնները։ Պետք է նշենք, որ այս հանրային ծառայության մասին օրենքով նախատեսված է նաեւ, որ եթե հանրային ծառայության կոնկրետ այս կամ այն տեսակը ունի որոշակի առանձնահատկություն, ապա այդ տեսակը ղեկավարող մարմնի ղեկավարը կարող է ընդունել հանրային ծառայողների համար առանձին վարքագծի կանոններ, եթե իհարկե առկային առանձնահատկություններ։ Իսկ եթե առանձնահատկություններ չկան կամ եթե նույնիսկ առանձնահատկություններ կան, բայց դեռևս չի ընդունվում վարքագծի կանոնները, ապա այս դեպքում գործում է քաղաքացիական ծառայողների համար ընդունված վարքագծի կանոնները։ Այսինքն կան պետական ծառայության տեսակներ, որտեղ չկան վարքագծի կանոններ, եւ այս դեպքում նույնպես գործում է քաղաքացիական ծառայողների համար նախատեսված վարքագծի կանոնները։ 2023 թվականին, երբ ընդունվում էր հակակոռուպցիոն ռազմավարությունը, միաժամանակ այդ օրենքում ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ որոշ պետական պաշտոններ կամ որոշ համայնքային պաշտոններ զբաղեցնող անձանց համար առկա չեն վարքագծի կանոններ։ Եվ ահա հակակոռուպցիոն ռազմավարության 2023-26 թվականին համար նախատեսված գործողությունների ծրագրով նախատեսվեց միջոցառում, որ որոշ պետական պաշտոն զբաղեցնող անձանց եւ համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց համար պետք է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանի վարքագծի կանոնագիր։ Եվ ի կատարումն այդ միջոցառման 2024 թվականի փետրվարին ընդունվել եւ 2024 թվականի ապրիլի 1-ից արդեն իսկ գործում է որոշ պետական պաշտոն զբաղեցնող անձանց եւ համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը։ Հանրային ծառայության մասին օրենքով նախատեսված է, որ եւ հանրային ծառայողները եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձին պարտավոր են պահպանել վարքագծի տիպային կանոնները կամ վարքագծի սկզբունքներից բխող կանոնները։ Եվ եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողները չեն պահպանում վարքագծի կանոնները, դա կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն։ Փորձեմ քաղաքծառայողների օրինակի վրա բացատրեմ, թե ինչ ընթացակարգով է իրականացում կարգապահական պատասխանատվության միջոցի կիրառումը։ Քաղաքացիական ծառայողների դեպքում ձևավորվում է էթիկայի հանձնաժողով, եթե առերևույթ առկա է հանրային ծառայողների կամ քաղաքծառայողների վարքագծի սկզբունքից բխող վարքագծի կանոնների խախտման դեպք։ Էթիկայի հանձնաժողով է ձևավորվում, էթիկայի հանձնաժողովը անցկացնում է ծառայական քննություն կառավարության 2018 թվականի 814 որոշմամբ սահմանված կարգով եւ ծառայական քննության ընթացքում բոլոր փաստերը հավաքելով վերջում կայացնում է եզրակացություն, որտեղ կամ հիմնավորվում է կամ չի հիմնավորվում քաղաքծառայողի կողմից վարքագծի կանոնի խախտման դեպքը։ Եթե հիմնավորվում է քաղաքծառայողի կողմից վարքագծի կանոնների խախտման դեպքը, ապա էթիկայի հանձնաժողովը ընդունում է եզրակացություն, իսկ եզրակացության հիման վրա էլ արդեն կարգապահական պատասխանատվության միջոց է կիրառում։ Եզրակացությունը հանրային ծառայողները կամ քաղաքծառայողները կարող են բողոքարկել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Եթե բողոքարկումը եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ամփոփող է թողնում եզրակացությունը, ապա եզրակացության հիման վրա արդեն պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը կիրառում է կարգապահական պատասխանատվության միջոց, այսինքն կարգապահական տուժ է կիրառում եւ արդեն քաղաքծառայողի նկատմամբ կիրառված կարգապահական տուժն էլ կարող է բողոքարկվել դատական կարգով։ Շատ կարեւոր է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պահպանեն վարքագծի կանոնները կամ վարքագծի սկզբունքները, քանի որ քաղաքացին հենց անմիջապես պետության հետ քաղաքացու շփումը հենց հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների միջոցով է իրացնում եւ որքան բարեվար կա, որքան բարեվարկության համակարգի տարերի պահպանումը պահպանվի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների կողմից, այնքան քաղաքացու հարգանքը պետության ավելի բարձր կլինի, քանի որ հենց հանրային ծառայողների կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց արհեստավարժությունից է կախված հանրային ծառայության, այդ թվում պետական կառավարման արդյունավետությունը։